Խորհրդային տարիներին նույնիսկ Երևանում ծիծեռնակաբերդի կառուցումից հետո հայոց մեծ եղեռնի թեման փակ էր մնում Ստեփանակերտում։ Արցախցիները տասնամյակներ շարունակ իրենց տանը սգալու հնարավորություն չունեին։ Ցեղասպանությանը զոհ գնացած մերձավորի հիշատակը հարգելու համար ծիծեռնակաբերդ էին հասնում արցախցիները։ Իրավիճակը փոխվեց Արցախի անկախացումից հետո։ Առաջի անգամ ապրիլի 24-ի քոյերթին մասնակցել եմ Երևանում 1970 թվականին։ Սովետի վաղ հնարավորություն չլալվեց ապրիլի 24-ին տանես ծաղեկտնից։ Ես այսօրվա կապակցությամբ շատ ուրախ եմ, որ մենք ազատ կարենք կյանք իմ թորնիկիցն հետ կարին մոտիկանամ հուշարձանին, ծաղեկտնին ու հիշվի։ Թող իմ թորնիկս էլ հիշի, հիմիկվանից, փոքր ժամանակվանից հիշի։ Սովետի ժամանակ այդ պրոպագանդան ագիտացիան այդ բաների դեմ էր ուղղված։ Չեն կարողանում մասնակցել։ Առաջի անգամ մասնակցել եմ մեր դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ։ Նույնիսկ մեր ուսուցիչները այդ ժամանակ այդ օրերին մեզ տանում էին հայրենական պատերազմում զոհված մեր համագյուղացիների հուշարձանի մոտ, բայց խորհում էինք նաև ասում էր այդ մասին։ Գուցեև դպրոցականների մի իմաստը չհասկանալով, բայց մեծերի օրինակին հետևելով մշտապես այսօրը գնացել են, թեկուզ մի գերեզման, մի հուշարձան։ Հայոց մեծ եղեռնից 100 տարի անց արցախցիները եւ հյուրերը հնարավորություն ունեն ապրիլի 24-ին ծաղիկներ խոնարհել ցեղասպանության զոհերի հիշատակին Ստեփանակերտում կառուցված հուշարձանին։ Հայկական ճարտարապետությանը բնորոշ վերացլած գծերով երկաստիճան գմբեթով զանգակատունը 18 մետր բարձրություն ունի եւ պսակված է խաչով։ Ստորոտում հատուկ անոթում ցեղասպանության զոհերի մասունքներն են, իսկ զանգը նոր ցեղասպանությունները կանխելու եւ զգոնության կոչն է խորհրդանշում։ Հուշարձանը զանգակատուն անունն է կրում, կառուցվել է պետության հատկացրած եւ բոլոր արցախցիների նվիրաբերած միջոցներով։ Իհարկե, դա անհրաժեշտություն էր, նույնիսկ եւ ես գուցե ոչ որպես դիտողություն կասեի, նույնիսկ ուշացել եմ մի քիչ։ Անպայման պետք է լիներ այս հուշարձանը, անպայման։ Շուտվանից պետք է լիներ այս հուշարձանը։ Հա, շատ շուտվանից պիտի լիներ։ Այս հուշարձանը պիտի շուտվանից շինվար։ Պիտի շուտվանից կառուցվար։ Գիտեք, ինձ համար 100-ամյա, 80-ամյա, 120-ամյա մենք դա ցեղասպանություն է, դա ոճրագործություն է, դա աշխարհը պիտի իմանա, ճանաչի, դատապարտի։ Սա արդեն ոչ թե սկոր է լինելու, այլ պահանջատիրության։ Եվ ես այսօր զգացի դա, որ բոլոր երիտասարդների, բոլոր մասնակիցների հոգում նույն բանն է, հիշում ենք եւ պահանջում։ Թուրքիան չի ճանաչի, բայց մեկը գործընթացը գնում է, այն թափով է գնում, որ թեկուզ 100-ամյակին չի ճանաչել, դրանից հետո կճանաչի, 50 տարի էլ անցնի, 200 տարի էլ անցնի, մենք պահանջատեր ենք ու պիտի ճանաչեն ու հատուցեն դրա համար։ Մենք գիտակցում ենք, որ իրավունք ունենք եւ կարող ենք պահանջել աշխարհին եւ մասնավորապես Թուրքիային ճանաչել, դատապարտել եւ հատուցել։ Ցավոք սրտի այսօր աշխարհում տիրում է ավելի բարձր է գնահատվում աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական շահերը, քան բարոյական նորմերը, սակայն մենք հույս ունենք ու մենք պահանջում ենք աշխարհին ճանաչել։ Չեմ կարծում, որ թերանում ենք ինչ-որ գործում կամ հարցում, մենք պահանջատեր ենք ու միշտ պահանջելու ենք, որպեսզի հասնենք վերջնական արդյունքին եւ ամբողջ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը։ Այն ինչ որ հիշում ենք, ինչ է կատարվել, դա ծանր է հոգեբանորեն։ Անելիքը կարծում եմ պահանջատիրությունն է, հաջորդ անելիքը որ այն ճանաչվի եւ միշտ էլ պահանջատեր ենք։ Կարծում եմ դա պիտի լինի, այդ պահանջատիրության հարցը պիտի լինի։ Երեխաներին բերել ենք, որ մեր պատմությունը շարունակել լինի, հիշող լինի, ճանաչեն։ Վաղն է իրենք հիշելու եւ պահանջելու։